Քրիստոս չարանքներից առաջ սեղան նստեց աշակերտների հետ, հաց վերցրեց, օրհնեց, կիսեց, տվեց, ասաց գերեք. այս է իմ մարմինը, գինին օրհնեց, խմեք, այս է իմ արյունը, որ տրվում է իբրև մեղքերի քավություն եւ թողություն։ Որից հետո Քրիստոս խաչը բարձրացավ։ Եվ Տիրոջ խոսքերը բառացիորեն կատարվեցին։ Քրիստոս վերցրել է հացը, կիսել էր։ Գինին հեղել էր, տվել էր խմելու։ Ճիշտ այդպես էլ Քրիստոս խաչը բարձրացավ, իր մարմինը կիսվեց, խաչվեց, պատռվեց։ Տիրոջ խոսքերը բառացի կատարվեցին։ Իր մարմինը ճեղքվեց, իր արյունը հոսեց, եւ դա դարձավ մեղքերի քավություն եւ թողություն։ Այս սուրբ հաղորդությունը հենց դրա համար են կոչվում մենք պատարագ, որտեղ պատարագվում է Քրիստոս։ Եվ Քրիստոս ավետարանում ասում է, ով իմ խաչի խաչակիցն ունի, իմ փառքին էլ փառակից պետք է լինի։ Այս սուրբ հաղորդությանը մոտենալով կարծես մենք Քրիստոսի խաչին խաչակից ենք լինում։ Այս գիտակցությամբ պետք է մոտենանք, կատարյալ սրբությամբ, խորը զղջումով, արտասուքով, աղոթքով,